Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, օրենսդիր եւ գործադիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ, ֆեդերացիաների ներկայացուցիչներ, հարգելի մարզիկներ, շնորհավորում եմ բոլորիս սպորտի միջազգային օրվա առիթով եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն մարզիկներին, ովքեր ջանք չխնայեցին 2025 թվականին եւ մինչև օրս Հայաստանի Հանրապետությունը պատշաճ ներկայացնելու տարբեր մրցահարթակներում մենք, ինչպես նախարարը նշեց, բյուջետային թվերը այդ մասին խոսում են, փորձում ենք ավելի ու ավելի մեծ աջակցություն ցուցաբերել մեր սպորտին, բայց նաև այդ ցուցաբերած աջակցության արդյունքները վերլուծելով գալիս ենք եւ եկել ենք այն եզրակացության կամ ավելի ճիշտ ամրապնդվել ենք մեր այն եզրակացության մեջ, որ սպորտի ինստիտուցիոնալացումը այն կարևոր խորքային քայլն է, որը մենք պետք է անենք արկա ընթացիկ հաջողությունները ամրապնդելու եւ նոր ամբիցիաներ մեր սպորտի համար ձևակերպելու իմաստով։ Մենք այսօր սպորտի բնագավառում եւ սպորտի ինստիտուցիոնալացման ուղղությամբ շատ լուրջ քայլեր ենք անում, ընդ որում պետք է ուղիղ ասել, որ այդ քայլերը սկսել են պարզ ծրագրերից, սկսած նրանից, որ մենք օրինակ ծանրամարտի հավաքականի համար միջազգային ստանդարտներին համապատասխանող ծանրաձողեր ենք ձեռք բերում, բայց դա նախորդ փուլում էր։ Հիմա մենք ավելի լուրջ եւ խորքային նախագծեր ենք իրականացնում եւ ինստիտուցիոնալացում ասելով նկատի ունեմ օրինակ Երևանում հիմա կառուցման ընթացքում է ավարտական փուլում է Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցը, Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի շինարարությունը շատ մեծ տեմպերով ընթանում է, դա արդեն երևում է վիզուալ կերպով, վերջերս Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի շինարարության հետ կապված անհրաժեշտ որոշումները կայացրեցինք, Գյումրիում Շիրակի մարզում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի մարզահամալիրի կառուցումն է ընթանում, իհարկե որոշակիորեն ձգձգվում է, բայց այնուամենայնիվ նախագիծ իրականացվում է եւ հաջողությամբ կավարտվի։ Մենք հիմա Նազիկ Ավդալյանի հետ համատեղ նախագիծ ենք սկսում կրկին Շիրակի մարզում, Լոռու մարզում մենք մեկնարկում ենք Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոցի կառուցումը, Յուրի Սարգսյանի անվան մարզադպրոցի կառուցումը, Ստեփան Սարգսյանի անվան մարզադպրոցի կառուցումը, Արագածոտնի մարզում մենք մեկնարկում ենք Ռոման եւ Մալխաս Ամոյանների անվան մարզադպրոցի կառուցումը, մենք Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը արդեն հաջողությամբ գործում է եւ մենք այս նախագծերը շատ կարեւոր ենք համարում երկու առումով, մենք մեր սպորտի ոլորտում ձևավորած արժեքները տրանսֆորմացնում ենք ավելի ինստիտուցիոնալ եւ ավելի նյութական արժեքների։ Մենք մի քանի քաղաքներում ֆուտբոլի ակադեմիաներ ենք, ավելի ճիշտ ֆեդերացիան կառավարության աջակցությամբ, մասնավոր հատվածը շատ ակտիվ արձագանքում է կառավարության քաղաքականություններում, մենք Յուվենթուս ակումբի հետ համատեղ նախագիծ է իրականացվում Երևանում, մայրաքաղաքում, հիմա կա գաղափար, որ գուցե այդ նախագիծը ընդլայնվի եւ մարզերում էլ իրականություն դառնա, Մարտունիում եւ Իջևանում ֆուտբոլի ակադեմիայի նախագիծը ունենք, Արմավիրի մարզում նույնպես մասնավոր հատվածին աջակցեցինք Նոա ակումբը, որպեսզի իրականացնի ստադիոնի կառուցում, մենք հանրապետությունում 3 տեղերում Իջևան, Վանաձոր եւ ակադեմիական քաղաքում մարզադաշտերի ստադիոնների կառուցում ենք իրականացնում, շատ կարեւոր է արձանագրել, որ սպորտի առումով էական նշանակություն ունի մեր 300 դպրոցի ծրագիրը, որովհետեւ մենք արձանագրել ենք, որ դպրոց ասելով մենք պետք է հասկանանք մի կառույց, մի տարածք, որտեղ պարտադիր կա ֆիզկուլտուրայի մարզադահլիճ եւ կա բացօթյա մարզահրապարակ,
մենք ցավոք սրտի այսօր այդ հետո ենք հնդածս հասկացանք, որ հանրապետությունում կան դպրոցներ, որոնք ընդհանրապես մարզադահլիճ չունեն։ Ու սա տարօրինակ է, որովհետև ոնց կարող է դպրոցը ընդհանրապես մարզադահլիճ չունենա, եւ այս է պատճառը, որ մենք հանրապետությունում նաեւ 25 դպրոցներում ֆիզկուլտուրայի դահլիճների կառուցման աշխատանքներ ձեռնարկեցինք եւ նաեւ կարեւոր է արձանագրել, որ այն դպրոցները, որոնց շենքերը սկզբունքորեն պիտանի են երկարաժամկետ օգտագործման համար, մենք այդ դպրոցները հիմա հիմնանորոգման են ենթարկում, հաջորդ փուլում արդեն նաև որոնք չունեն ֆիզկուլտուրայի դահլիճներ, մենք նաև այդ դահլիճները կկառուցենք, դրանք տասնյակ դպրոցների մասին են, իսկ 300 նորակառույց դպրոցների պարագայում ֆիզկուլտուրայի ժամանակակից ստանդարտներին համապատասխանող դահլիճը եւ բաց մարզահրապարակները, դրանք պարտադիր պայմաններ են։ Մենք մեր նախընտրական ծրագրում արդեն իսկ ներառել ենք 100 մարզադպրոցի, արվեստի դպրոցի, տենց թիվը մի քիչ խառնել ենք, ճիշտն ասած, որովհետև մենք գնահատականի կարիք ունենք, թե ինչքան է օբյեկտիվ անհրաժեշտությունը, որովհետև մենք թիվը ասում ենք, եթե պարզվի, որ 100 մարզադպրոցի կարիք կա, հանրապետությունում կկառուցենք 100, եթե պարզվի 200-ի կա, կկառուցենք 200, ինչ եմ ասում, որովհետև նույն դպրոցների ֆիզկուլտուրայի դահլիճները մենք կառուցելիս մենք հստակ պայման ենք դրել եւ որ դրանք դասաժամերից դուրս պետքա ծառայեն նաեւ սպորտային խմբերին, որպեսզի այդտեղ լիարժեք ամբողջ օրը ծանրաբեռնվածությունը ապահովված լինի։ Բացի դա, ես ուզում եմ ընդգծել, որ մենք սկսում ենք նաեւ մարզական կենտրոնների կառուցումը մասնավորի հետ համատեղ, ինչն է այդ ծրագրի էությունը, մենք ներգրավում ենք ֆիթնեսի ոլորտում պրոֆեսիոնալ ընկերությունների կառուցում ենք պետական բյուջեով մարզական կենտրոններ, որոնք հասանելի կլինեն վճարովի սկզբունքներով մեծահասակներին եւ մենք նաեւ կվճարենք երեխաներին այդտեղ մարզական խմբերի պարապմունքները, ուսումնառությունները եւ այդ կենտրոնները կլինեն պրոֆեսիոնալ կառավարման ներքո։ Իհարկե մենք հիմա մի քանի մոդելներ փորձարկում ենք, որպեսզի վերջնական կողմնորոշվենք, թե որ մոդելով ենք մենք ի վերջո առաջնորդվելու։ Շատ կարեւոր է արձանագրել, որ վերջին 1 ամսվա մեր մարզային այցերի ընթացքում մենք նաեւ մեր առաջիկա ծրագրերում ներառեցինք հանրապետությունում 100 կոմբինացված մարզահրապարակների կառուցումը տարբեր համայնքներում, խոսքը պայմանական ասած բակային մարզահրապարակների մասին է, որոնք կներառեն առնվազն ֆուտբոլի, ֆուտզալի եւ ֆուտբոլի, մինի ֆուտբոլի եւ բասկետբոլի հրապարակի կարողություններ, բայց նաեւ ես ուզում եմ ասել, որ ես խոստացել եմ եւ արդեն այդ որոշումը մենք կայացրել ենք, որ առաջիկայում մենք նաեւ ֆուտզալի Հայաստանի հավաքականի անվան մարզադպրոց կկառուցենք, մեր ֆուտզալի հավաքականի այդ պատմական նվաճումը ամրագրելու եւ նաեւ այս պահը օգտագործելու համար, որպեսզի մարզաձևը ավելի ինստիտուցիոնալ ձևով ավելի մասսայական դարձնենք Հայաստանի Հանրապետությունում։ Շատ կարևոր է այն process-ը, որ վերջին տարիներին տեղի է ունենում, Հայաստանում տեղի են ունենում Եվրոպայի առաջնություններ, մենք արդեն մի քանի շատ հաջող Եվրոպայի առաջնություններ ենք իրականացրել, բռնցքամարտ, ծանրամարտ, հրաձգություն, սամբոյի աշխարհի առաջնությունն է տեղի ունեցել, առաջիկայում կլինեն նորություններ, երբ որ մենք նաև հեծանվվածքի միջազգային մրցաշարերի օրացույցում կունենանք մեր տեղը եւ միջազգային հեղինակավոր մրցաշարերից մեկը Հայաստանի Հանրապետությունում մրցափուլ կիրականացնի, առաջիկայում ֆրանկոֆոնիայի խաղերն են, մամնամարզության Եվրոպայի առաջնությունն է նախատեսվում Հայաստանում անցկացնել, ծանրամարտի աշխարհի առաջնությունն է նախատեսվում Հայաստանի Հանրապետությունում անցկացնել, ելի աշխարհի առաջնություններ կան, որ կանցկացվեն, բայց քանի որ դեռ վերջնական դե յուրե որոշումները չեն կայացվել, ես այդ մասին չեմ բարձրաձայնի։ Ես նկատի ունեմ, տեսեք,
ուզում եմ ինչի համար եմ այս ամեն ինչը թվարկում, ընդ որում սա համառոտ թվարկում է, որպեսզի ցույց դնեմ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել սպորտի ոլորտում վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում, որովհետև եւ խնդիրների ձևաչափը, մասշտաբը, խնդիրների դիտանկյունը ինչպես է փոխվել եւ սա կարեւոր է, որովհետեւ իհարկե մենք քաջալերվում ենք մեր մարզիկների եւ թիմերի հաջողություններով, բայց նաեւ մենք հասկանում ենք, որ եթե այսօր դպրոցական տարիքի երեխաները այս դահլիճ հասնելու, այս միջոցառմանը հասնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ չունենան, մենք մեզանում սպորտի զարգացումը կլինի հատվածական, ելի կախված անհատական դիտանկյուններից, անհատական ջանքերից, որը բոլոր դեպքերում ամենագնահատելի բանն է, բայց մենք ուզում ենք, որ անհատական ջանքերը ավելի քիչ ներդրվեն այն հարցերի լուծման վրա, որոնք պետք է սկզբունքորեն ինստիտուցիոնալ ձևով ցանկացած երկրում լուծվեն։ Ընդհանրապես մանավանդ սիրողական կամ կիսասիրողական սպորտը ամբողջ աշխարհում հենված է, ընդ որում առաջատար երկրներում, որոնք օլիմպիական խաղերում առաջատար դիրքեր ունեն, մի մեծ մասով հիմնված է մասնավորապես ուսանողական սպորտի վրա, որը մի սեգմենտ է, որ մեր երկրում պետք է խոստովանել, որ մեղմ ասած շատ թույլ է զարգացած եւ մենք նաեւ ակադեմիական քաղաքը ինքը մեծ հաշվով նաեւ սպորտային քաղաք է, որովհետեւ այդտեղ նախատեսվում է նաեւ սպորտային շատ ամուր ենթակառուցվածքների գոյությունը, իհարկե նաեւ Երևանում էլ եւ մյուս մեր բնակավայրերում էլ մենք ունենք շատ կոնկրետ ծրագրեր, որոնց մի մասը էլի սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով ի հայտ են գալիս իրավական եւ այլ խնդիրներ, բայց այդ խնդիրները հաղթահարելի են կլուծվեն եւ ես շատ ուրախ եմ, որ սպորտը Հայաստանի Հանրապետությունում երեխաներին գնալով դառնում է ավելի հասանելի, ընդ որում մենք երեխաներին նաեւ սպորտի ոլորտում կազմակերպչական եւ կառավարչական լծակներ ենք տվել, մասնավորապես երբ որ մենք համայնքներին մասնակցային բյուջետավորման ֆոնդեր ենք հատկացնում, որտեղ համայնքի բնակիչները պետք է քվեարկեն, թե ինչ նախագծեր իրականացնեն, մենք հաճույքով արձանագրեցինք, որ այդ ֆոնդերի մի հիմնական մասը ուղղվում է բնակչության քվեարկությամբ ֆուտբոլի դաշտերի եւ մարզահրապարակների կառուցմանը, ինչը մեզ համար ակնհայտ է դառնում, որ մեծահասակները քվեարկում են երեխաների ճնշման ներքո եւ դա մեզ ուրախացնում է, որովհետեւ երեխաները նաեւ իրենց ազդեցությունը զգում են եւ իրենց ազդեցությունը բանեցնում են, բայց ամենակարևոր արձանագրումը այսօր այն է, որ երեխաները, որոնք գնալով ավելի ու ավելի շատ են զբաղվում սպորտով, իհարկե ներշնչվում են ամենաշատը այս դահլիճում ներկա մեր մարզիկներից եւ ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այդ ներշնչման եւ ներշնչանքի համար, որ նրանք հաղորդում են մեր երիտասարդներին եւ ընդհանրապես մեզ բոլորիս եւ այսօրվա միջոցառումը մեծ պատիվ է մեզ համար, մենք ուզում ենք հարգանքի տուրքը մեր մատուցել, գնահատանքի տուրքը մատուցել մեր բոլոր այն մարզիկներին, ովքեր 2025 թվականին կամ նախորդ մարզական տարում, որի ամփոփումը անում ենք այսօր սպորտի միջազգային օրը, ի վերջո իրենց հաջողություններով մեծացրել են, ամրացրել են Հայաստանի Հանրապետության մարզական վարկը եւ վարկանիշը եւ իհարկե բերկրանքի, ուրախության եւ երջանկության ու հպարտության աննկարագրելի պահեր են նվիրել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ իհարկե բոլոր հայերին, որոնք աշխարհի տարբեր անկյուններում հետևել են մեր մարզիկների ելույթներին եւ հպարտացել են այդ ելույթներով։ Կրկին ուզում եմ շնորհակալությունս եւ գնահատանքի խոսքերս ասել բոլոր մարզիկներին, բոլոր մարզիչներին, բոլոր ֆեդերացիաներին, բոլոր այն մարդկանց, ովքեր կոնկրետ ներդրում են ունեցել, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, ովքեր իրենց
եւ նյութական, եւ ֆիզիկական, եւ էմոցիոնալ ուժը ներդնում են հանուն Հայաստանի Հանրապետության, որովհետեւ ելի ամենամեծ սիմվոլը սպորտային կյանքի ի վերջո այն է, ինչից մենք սկսեցինք այսօրվա մեր միջոցառումը, երբ որ հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը եւ բարձրացվում է Հայաստանի Հանրապետության դրոշը, դա այն կարևոր նպատակն է, որը մենք ըստ էության հետապնդում ենք բոլոր ոլորտներում, բայց սպորտը հատկապես այդ process-ը շատ ավելի տեսանելի, շատ ավելի գնահատելի, շատ ավելի էմոցիոնալ է դարձնում եւ այդ էմոցիաները անգնահատելի են։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ եւ հավաստիացնում, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այս տեմպը ոչ միայն չի դանդաղեցնելու, այլև ընդհակառակը ավելի հասցեական եւ արդյունավետ է դարձնելու եւ սպորտին ուղղված ֆինանսավորման եռապատկման, հնգապատկման, քառապատկման առիթով ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր մարդկանց, բոլոր քաղաքացիներին, բոլոր նրանց, ովքեր ՀԴՄ կտրոն դուրս են գրում եւ բոլոր նրանց, ովքեր ՀԴՄ կտրոն պահանջում եւ ստանում են, որովհետեւ այդ քառապատկված ֆինանսավորումը ձևավորվում է այդ մարդկանց ջանքի արդյունքում եւ իհարկե շատ կարեւոր է, որ այդ մարդիկ այսօր տեսնեն այդ ջանքի կոնկրետ արդյունքը եւ շատ կարեւոր է, որ իմ նկարագրած process-ի մեջ, երբ որ Հայաստանի Հանրապետության օրհներգն է հնչում հերթական ոսկի մեդալի առիթով եւ դրոշն է բարձրացվում, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հարկ վճարող զգա իրեն հաղորդակից զգա եւ իր գործունեության օրգանական կապը տեսնի այդ գործընթացի հետ, որը իրականություն է եւ մենք ուզում ենք այդ իրականությունը լինի ավելի ու ավելի տեսանելի։ Եվ կրկին իմ շնորհակալությունը, հարգանքը, գնահատանքը մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին եւ նրանց աջակցող թիմերին, մասնագետներին եւ աջակիցներին։ Շնորհակալ եմ։ Տարվա լավագույնների ընտրություն մրցույթում կպարգևատրվեն Վարազդատ Լալայան, լավագույն մարզիկ, Օլիմպիական խաղերի ծանրամարտի արծաթե մեդալակիր, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների չեմպիոն։ Մալխա Սամոյան, լավագույն մարզիկ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունա-հռոմեական ըմբշամարտի, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների չեմպիոն։ Իմիջայլոց հարկ վճարողների մասին խոսեցինք։ Շատ կարևոր է արձանագրել, որ մեր լավագույն մարզիկներն են հարկ վճարող, որովհետեւ հիմա իրանք այս ամեն մրցանակից 6 միլիոն 250 հազար դրամի 1 միլիոն 250 հազար դրամը իրանք որպես հարկ վճարում են եւ սա նույնպես շատ կարեւոր, ինչի համար ուզում եմ իրենց կրկին շնորհակալություն։ Ալեքսանդրա Գրիգորյան, լավագույն կին մարզիկ, ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Գասպար Տերտերյան, լավագույն երիտասարդ մարզիկ, հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։ Սուրեն Հարությունյան, տարվա հայտնություն, կարատեի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։ Հաշիկ Ալավերդյան, լավագույն մարզիչ, ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ։ Սուրեն Հարությունյան, առցանց քվեարկությամբ հանդիսատեսի համակրանք, կարատեի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։ Արթուր Դավթյան, լավագույն մարզիկ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, սպորտային մարմնամարզիկ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ Մրցանակը կստանա Մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը։ Հույս ունեմ տեղյակ Արթուր Դավթյանը ներկա չի, որովհետև ուրիշ տեղ ոսկի մեդալ է ստանում, որովհետև աշխարհի գավաթի 5-րդ փուլի ոսկի մեդալ է այսօր նվաճել։ Այ մի քանի ժամ առաջ գործնականում։ Համլետ Մանուկյան, Հայաստանի Հանրապետությունը, լավագույնս հանրահռչակած մարզիկ, սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն և համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն։ Մրցանակը կստանա Մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը։ Համլետ Մանուկյանը նույն գործով է բացակայում, ինքն էլ երեք է ոսկե մեդալ նվաճել։ Սարգիս Սարգսյան, հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ, շախմատի աշխարհի առաջնության չեմպիոն։ Մրցանակը կստանա Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը։ Հայաստանի Հանրապետության ֆուտզալի հավաքական լավագույն թիմ 2025 թվականին հաղթելով Դանիայի, Ալբանիայի և Ղազախստանի ֆուտզալի ազգային հավաքականներին, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նվաճել է 2026 թվականի ֆուտզալի Եվրոպայի առաջնության ուղեգիր։
Հարգելի ներկաներ, միջոցառման պաշտոնական մասը համարում ենք ավարտված եւ հյուրասիրության համար ձեզ հրավիրում ենք ոսկեզօծ սրահ։